Բարև ձեզ։ Ներկայացնում ենք աղվես ծրագրավորման միջավայրում հերթական խաղի հնարքը, որը կոչվում է թռչող գնդակ և շարժվող խոչընդոտներ։ Ինչպես տեսնում ենք, ունենք 3 օբյեկտներ, դրանք են գնդակը և 2 խոչընդոտները։ Գնդակը թռչում է, իսկ խոչընդոտներն անընդհատ հայտնվում են և հանդիպելով դաշտի եզրերին անցում են կատարում դաշտի համապատասխան հատված։ Գնդակը դիպչելով խոչընդոտներից մեկին գրանցում է պարտություն։ Այժմ բացենք նոր նախագիծ և ստեղծենք համապատասխան հնարքը նույնությամբ։ Էկրանից ջնջենք աղվես կերպարը և նկարչական խմբագրի օգնությամբ ստեղծենք նոր կերպարներ՝ գնդակը և 2 խոչընդոտները։ Հաստատել, այն վերանվանենք գնդակ, ինչպես նաև ստեղծենք խոչընդոտներ, անվանելով դրանք խոչընդոտ 1 և խոչընդոտ 2 անուններով։ Եվ խոչընդոտ 2։ Հաստատել։ Մի փոքր մեծացնենք երկրորդ խոչընդոտի չափսերը։ Եվ ստեղծենք յուրաքանչյուր կերպարի համար համապատասխան սցենարները։ Խոչընդոտ 1-ի համար անհրաժեշտ է նախ նշել սկզբնական կոորդինատ, որ այն ունենա որևէ կոորդինատ, օրինակ բեմի աջ անկյունը։ Դրա համար կառավարում բաժնից վերցնում ենք, երբ դրոշը սեղմված է հրամանը, գնալ դեպի համապատասխան կոորդինատ։ Գնալ դեպի x-ը 237, y-ը -146 կոորդինատը։ Այնուհետև պետք է ստեղծել այս սցենարը, ըստ որի դաշտի եզրերին հանդիպելիս խոչընդոտը կհայտնվի համապատասխան հատվածում։ Անվերջ փոխել x-ը որևէ բացասական թվով, փոխել x-ը -5-ով, քանի որ կոորդինատային հարթության մեջ դեպի ձախ ընկած հատվածը համապատասխանում է x-ի բացասական արժեքների հետ։ Եվ եթե x կոորդինատը փոքր է -235 արժեքից, եթե x-ը փոքր է -235-ից, -235 արժեքից x-ը հայտնվի 235 կոորդինատում, x-ը 235։ Իրագործենք սցենարը։ Տեսնում ենք, որ խոչընդոտ 1-ը շարժվում է դեպի ձախ ուղղությամբ և հանդիպելով դաշտի եզրին անցում է կատարում դաշտի համապատասխան հատված։ Նույն ձևով ստեղծենք նաև խոչընդոտ 2-ի համար սցենարներ։ Նախ այն վերանվանենք խոչընդոտ 2։ Եվ կառավարում բաժնից ընտրում ենք, երբ դրոշը սեղմված է,
գնալ որևէ կոորդինատ, գնալ դեպի x-ը օրինակ 57, y-ը մինուս 128 կոորդինատը, մինուս 129։ Այնուհետև անվերջ փոխել x-ը որևէ բացասական թվով, փոխել x-ը մինուս 5-ով և նույն ձևով, ինչպես խոչընդոտ 1-ի դեպքում, եթե x-ը փոքր է մինուս 235 կոորդինատից, x-ը հայտնվի 235 կոորդինատում։ Եթե x-ը փոքր է մինուս 235 կոորդինատից, x-ը 235։ Եթե իրագործենք նաև երկու խոչընդոտի համար, տեսնում ենք, որ երկու խոչընդոտները անընդհատ հայտնվում են ըստ համապատասխան կոորդինատների։ Այժմ գնդակի համար ստեղծենք համապատասխան սցենարները։ Երբ դրոշը սեղմված է, գնալ որևէ կոորդինատ, գնալ դեպի մինուս 205, y-ը մինուս 188 կոորդինատը, գնդակի թռիչքն ապահովելու համար կարող ենք ստեղծել հետևյալ սցենարը, երբ դրոշը սեղմված է, անվերջ, երբ բացած ստեղնը սեղմված է, անվերջ, եթե ընկալում բաժնից ընտրում ենք, բացած ստեղնը սեղմված է հրամանը, փոխել y-ը որևէ դրական թվով, քանի որ դեպի վերև ուղղությունը համապատասխանում է y-ների դրական արժեքների հետ, փոխել y-ը 5-ով։ Եվ նորից գնալ նրա սկզբնական կոորդինատը, գնալ դեպի x-ը մինուս 205, y-ը մինուս 188 կոորդինատը։ Նույն գործողությունը կրկնել 15 անգամ, փոխելով y-ը դրական թվով, փոխել y-ը 10-ով, և նորից կրկնել 15 անգամ և փոխելով y-ի արժեքը բացասական թվով, կրկնել 15 անգամ, փոխել y-ը մինուս 10-ով։ Մեզ անհրաժեշտ է նաև գնդակի համար ստեղծել այն սցենարը, ըստ որի գնդակը դիպչելով խոչընդոտներից մեկին կդադարեցնի սցենարը։ Դրա համար կառավարում բաժնից ընտրում ենք, երբ դրոշը սեղմված է հրամանը, անվերջ, եթե հպվում է խոչընդոտի գույնին, մեր դեպքում սև գույնին, դադարեցնել ամենը։ Անվերջ, եթե ընկալում բաժնից ընտրում ենք, հպվում է գույնին հրամանը և նշում սև գույնին և կառավարումից ընտրում ենք դադարեցնել ամենը հրամանը։ Իրագործենք սցենարը։ Տեսնում ենք, որ գնդակը թռչում է խոչընդոտների վրայից և երբ դիպչում է խոչընդոտներից մեկին, դադարեցնում է սցենարը։ Շնորհակալություն։